Բարի երեկո։ Բարի երեկո, սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր մի հրաշալի հյուր ունեմ։ Երիտասարդ կին, մի հրաշալի կին, դիզայներ։ Մի խոսքով ինքը կխոսի ու դուք կիմանաք, թե ով է այսօրվա իմ հյուրը։ Ու շատ գոհ կլինեք իմ հյուրից։ Եվ այսպես դիզայներ Էդիտա Խաչատրյան։ Ողջույն Էդիտա ջան։ Ողջույն։ Ո՞նց եք։ Լավ, մերսի։ Ահա։ Բարև Էդիտա ջան, ո՞նց ես։ Շատ լավ։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես, որտեղ ես քո մասին լսել եմ, ես արդեն գիտեմ։ Մենք հարազատ մոտ մարդ ունենք, որին դու ճանաչում ես, որը քո հետ էլ աշխատում է։ Այո։ Ես նրանից իմացել եմ, թե ինչպիսի մի հրաշալի մարդ ես, ինչպիսի մի հրաշալի խանութի, այսինքն այդ խանութ սրահի, ծաղկի խանութ սրահի տիրուհի, մի խոսքով ամեն ինչում դրական։ Էդիտա ջան, ես կուզեմ, որ մի երկու բան պատմես քո մասին։ Երևանյան քո սովորեցի բան, կարճ, կոնկրետ, ոչ թե օրը, թողը, թիվը, ամիսը, շաբաթը, չէ։ Ծնվեցի, սովորեցի, այդտեղ գնացի այնտեղ, այդտենց։ Շատ լավ։ Դե ես ծնվել եմ Հայաստանում, մինչև մոտավորապես տենց 8-րդ դասարան ավարտել եմ Հայաստանում եւ տեղափոխվել Ռուսաստան։ Մնացած ուսումս եղել է ավելի շատ այնտեղ։ Եվ ուսումս եղել է իրավաբանական, քանի որ այդ տարիներին դա էր ակտուալ, դա ինձ դուր էր գալիս, շատ դուր էր գալիս ինձ հետախուզությունը, որովհետև իմ մեջ կար միգուցե տենց, չգիտեմ, զգում եմ, երբ որ խաբում էին, երբ որ բան, ինձ դա հետաքրքիր էր։ Այնտեղ սովորել եմ իրավաբանական եւ Որտեղ Ռուսաստանը որտեղ։ Մոսկվայում եմ սովորել։ Դպրոցը Հայաստանում ես ավարտել։ Դպրոցը մինչև 8-րդ եմ ավարտել, տեղափոխվեցի։ Տեղափոխվել եմ բարձր դասարանները Մոսկվայում եմ ավարտել, այո։ Եվ ընդունվել եմ ընդեղի ԶԳԻՆ, Ստալիշնի գումանիտարնի ինստիտուտ։ Այնտեղ եմ սովորել իրավաբանականս, շատ լավ պրոֆեսորներ եմ ունեցել, շատ սիրել եմ մասնագիտությունը, բայց ցավոք սրտի, երբ որ արդեն իմ կյանքում փոփոխություն եղավ, այսինքն նորից երկիր տեղափոխվելու, արդեն իրավաբանականը այն ճյուղերից մեկն է, որը որ դու ինչ որ մի երկիր տեղափոխվելուց պետք է ամբողջովին ոնց որ սկզբից նորից սկսեի։ Այդ ամենը ոնց որ դա դժվար էր եւ հասկացա, որ արդեն այն ժամանակ դա էր ակտուալ, հետո գալիս է ինչ որ մի որոշ ժամանակ, որ քո կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, դու արդեն այդ փոփոխության հետ ես գնում, մասնագիտությունը փոխվում է։ Եվ դու մասնագիտությամբ իրավաբան ես։ Մասնագիտությամբ սովորած եւ ավարտած իրավաբան եմ, այո, այո։ Հետո Ռուսաստանը, ուրեմն Հայաստանից գնացիր Ռուսաստան։ Ապրեցիր քանի տարի։ Քանի տարի, 10 տարի մոտավորապես։ 10 տարի Ռուսաստան։ Հետո որոշեցիր գնալ, ես գիտեմ, որ Արգենտինա ես գնացել, դա ո՞նց էր, ինչ եղավ։ Չորոշեցի, դա տենց պատահեց։ Ստացվեց։ Ես ապրում էի Մոսկվայում եւ մեր հարևանները ամուսնուս ծնողներն էին, ամուսինս Արգենտինայից էր եւ օրերից մի օր տենց ճիշտ ասած ես միշտ լսել եմ, որ իրանք տղա ունեն տղա, բայց իրանք տղան ամուսնացած է, երեխաներ ունի եւ այլն։ Մեկ է պատահական ասում են, վայ, իրանք տղան է եկել։ Տենց ակազից մի հատ էլ ուրիշ տղա ունեն, որի մասին չգիտեի։ Որը ամուսնացած չէր։ Որը ամուսնացած չէր, այո։ Դե տենց պատահեց, որ դե տեսավ, չգիտեմ ինչ կատարվեց իր հետ, զգացի, որ արդեն սենց ինչ որ կամա զանգում է։ Բայց հաստատ քո հետ էլ է մի բան կատարվել, որ դու էլ համաձայնվել ես։ Դե հա, տենց կարելի ասել, դե հետաքրքիր, շատ հետաքրքիր ստացվեց ոնց որ մեր եւ ծանոթանալը եւ պատմությունը ու եկան կանգնեցինք մի երկու շաբաթ հետո, եկավ կանգնեց, երբեք չեմ մոռանա, ձեռքին երկու տոմս սենց արեց։ Իմ հետ գալիս ես Արգենտինա, երկու տոմս կա ձեռքս, ասեցի։ Դու խելագարվել ես, ես ախով խելքս չեմ թռցրել, գալիս եմ Արգենտինա, ինչ արեմ։ Ես քեզ խնդրում եմ, մենք գնանք հիմա միասին Արգենտինա, ասում եմ, Հայկ ջան, ես քեզ ընդհանրապես երկու շաբաթ եմ ճանաչում, ես ամեն ինչ թողնում, գամ Արգենտինա, ինչ անեմ, ասին այ, սենց անենք, բայց անկեղծ ուղղակի ասեցի, ասի, սենց անենք։ Եթե դու գնաս, տեսնեմ, որ դու արդեն այդ ժամանակ ինքը եկել էր Ամերիկա, Ամերիկայից նոր վերադարձել էր Արգենտինա ու որոշել էր գար մի հատ էլ Մոսկվա, նոր ոնց որ նորից սկսեր Արգենտինայում, ոնց որ նոր փուլ, նոր աշխատանք եւ այլն։ Գիտեի, որ իր մոտ տենց նոր հələ աշխատանքը չկա, սենց ասեցի։ Նայ, եթե տեսնեմ արդեն դու այս ամիսների ընթացքում աշխատանքն ունես, չգիտեմ, տունը արդեն ունես, ես ունես, ես սկսեցի բաներ թվարկել, ես կհամաձայնվեմ կգամ։ Ես հավատում եք, որ երևի թե
միակ դեպքերից մեկն էր, որ կարողացավ ինձ զարմացնել, որովհետև ինքը եկավ իմ հետ այն ժամանակ ինտերնետ ակումբները նոր էին, տենց մեյլերով ոչ մեկ տենց հաճախ չէր գրվում, իսկ ինքը այն ժամանակներից, որ ասում եմ առաջիններից է եղել են հայերից, որ շատ ակտիվ էր այդ ամեն ինչում։ Գնացինք մի հատ տեղ, ասեց ես մեյլ եմ բացում քո անունով, դու ինձ պետք է մենակ մի բան խոսք տաս, որ ամեն օր կապ չունի, տանը ինտերնետ կա, չկա, գնալու ես ինչ-որ մի տեղ, որտեղ որ ստուգելու ես մեյլդ, որտեղ ես քեզ գրելու եմ, ու դու ինձ պիտի պատասխանես։ Զարմացած մնացի, որտեղ այդ սովորությունը չունեի, ճիշտ ասած։ Ասեցի լավ, բայց որ խոսք էի տվել, միշտ խոսքից տերնեմ, էլի պիտի կատարեի։ Այսօր ասում եի կգնամ մի անգամ կտեսնեմ չի գրել, էլ չեմ շարունակի, դե այն ժամանակ հեռախոսի կապը այն էլ Արգենտինայից դա շատ բարդ հասկացողություն էր։ Մարդիկ կարողանում էին ամիսը 1, չգիտեմ, 5 րոպեով խոսել։ Փրկեց բոլորին, աշխարհը փրկեց։ Լրիվ փոխվեց ամեն ինչ։ Եվ հիշում եմ շատ լավ, որ գնացի առաջին նամակը բացելու, չգիտեմ ինչի պատրաստ էի, որ պիտի չլիներ ու կար նամակը։ Հավատակ, որ այդ մի երևի 4 ամսվա ընթացքում ամեն օր նամակները եթե կարդայինք, ես այսօր գնացի տեղ գտա, այսօր բարձեցինք, առաջի իմ աշխատանքային օրն էր, այն ժամանակ սոտվի հեռախոսները նոն էին վաճառում, տենց էդ էր մոդան, ու դրա խանութներ ու պատմոս էց համ, գիտես չէ, ինքն շատ հումորով է սարսափելի, գրած էր մեջը նամակի, որ գիտես այսօր ասма, բանը, մեր առաջի վաճառքը արեցինք, խանութը բացել էի 3 հատ հեռախոս ունենք, որից մեկը իմ հեռախոսն էի դրել վաճառքի մեջ, ու ես ծիծաղում եմ, էլի կարդում եմ այդ ամեն ինչը, ու գրեթե երևի մի ամսում իր գործը արդեն շատ լավ էր, ու ինքը որ զգաց այդ կարոտից արդեն շատ արագ այդ քայլերը կատարում էր, ես արդեն տունն եմ նայում, ես արդեն տունն եմ առնում ու չգիտեմ ոնց մեկ էլ օրերից մի օր դուրս ծեծեցին, ասեցին եկել են քո անձնագրի հետևից, որ քո վիզան ենք տանում են, անգամ ինքը սաղ նենց էր արել, որ իմ վիզան տվեցին, անձնագրից մեզ սախապվեց, իմ տոմսը արավ, այնպես չհասկացա ոնց ես։ Դե ժամանակ դեսպանատուն կար, այո, Մոսկվայում հենց գնացինք դեսպանատուն ու գնացի։ Լավ, դեռ Արգենտինայի մասին հետո կխոսենք, շարունակենք։ Ընտանիք, ուրեմն երեխաներդ, ինչ երեխաներ ունես։ 2 հրաշալի երեխաներ ունեմ, տղաս 21 տարեկան է արդեն, նոր լրացավ, աղջիկս 18 է, տղա եւ աղջիկ երկուսն էլ Արգենտինայում ծնված։ Ինչ գծով են իրանք ուզում գնան, ինչ եք իրանց մեջ զգում։ Տղա շատ տարօրինակ անձնավորություն է այս դարի համար, շատ պատասխանատու, պարտաճանաչ եւ ռեժիմ սիրող ու երբ որ առաջի անգամ եկավ ասեց ես գնում եմ մարիններ, ես հասկացա որ օդս կանգնեց, ճիշտն ասած, որովհետեւ ուրեմն Արգենտինայում երբ որ մենք տղա ունեցանք, ես հիշում եմ լավ այդ ժամանակ այդ թվերին հիշում եք որ երբ որ հայերի մոտ տղա երեխա էր ծնվում շատ ուրախանում էին, մեկ էլ նույն վարքյան շատ տխրում էին, որտեղ բանակի հարցեր առաջ գալիս հետագայում, չէ, ծնողները միշտ անհանգստանում էին բանակի հետ կապված եւ Արգենտինան այն տեղերից մեկն է, որը որ բանակ չունի ընդհանրապես, ու բոլորը ինձ ասում էին, «Ոյ, բախտդ ոնց է բերեք, քո տղեդ ծնվել է Արգենտինայում, դու բանակի խնդիր չես ունենա»։ Ու անցնում են տարիներ, ասում եմ, կյանքի հետաքրքրության աստիճանը, ու տղաս գալիս ասում է, ես գնում եմ մարիններ, ամերիկյան բանակ։ Տեսեք, ես այն մարդկանցից եմ, որ չեմ սիրում, որ շատ միջամտեմ, կարամ խորհուրդ տամ, կարող եմ կողքից մասնակցել, բայց շատ միջամտել չեմ սիրում, որովհետև ամեն մարդ ինքը պետք է կայացնի իր որոշումը կյանքի, թե լավ, թե վատ, որովհետև կան պահեր, եթե դու դա չես արել, քո փոշմանմունքը շատ ավելի մեծ է, քան երբ որ դու ես դա արել եւ թեկուզ սխալվել ես։ Գնաց ծառայելու, հիմա բաժինն ենք փոխում, ճիշտ ասած, որ ավելի մի փոքրիկ թեթև լինի ծառայությունը։ Իսկ մյուս երեխան։ Աղջիկս հոգեբան է ուզում դառնալ։ Հոգեբան, դա շատ լավ է։ Այո, հոգեբան։ Դե լավ, Էդիտա ջան, մեր հաղորդումը 3 մասից է բաղկացած, առաջին մասը ավարտվեց, շատ արագ է անցնում մեր ժամանակ։ Հիմա մի փոքր ընդմիջում տանք, անցնենք մեր գովազդին, որից հետո կշարունակենք մեր այս զրույցը։ Շատ լավ։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ հաճելի մի դիկտոջ եւ շատ մի տաղանդավոր դիզայների հետ, այ նրա տաղանդը հիմա երևում է իմ սեղանին։ Էդիտա Խաչատրյանի հետ։ Գովազդը արդեն եթերում։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը 3-րդ եթերաշրջան նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոծը նկարահանված Միացյալ Նահանգներում։
Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Էդիտա Խաչատրյանի հետ։ Էդիտա ջան, ուրեմն ինչքան կարճ ժամանակ է ինչ խանութ է բացել ու արդեն խանութը ճանաչում են ու ունեք ձեր հաճախորդները այդքան կարճ ժամանակում։ Մենք իմ հաղորդումը կապված է մի ծաղկի խանութի հետ, Kenneth Village փողոցի վրա գտնվող Kenneth Village ծաղկի խանութ սրահը, որը մեր հետ համագործակցում է հրաշալի մարդիկ են աշխատողները, տնօրենուհին խանութը մտնում ես ծաղիկներից բացի այնտեղ նկարներ կան, ինքնանկարում շատ գեղեցիկ նկարներ վաճառվում է, կան հետաքրքիր շոկոլադներ, հետաքրքիր ձևավորումներով, որից մեկը ես քեզ այսօր կնվիրեմ։ Մի խոսքով, ես ունեմ, մենք իր հետ արդեն բարեկամներ, հարազատներ ենք դարձել, ես ուրախ եմ, որ այսօր մի այդ ասպարեզում մի բարեկամ, մի հարազատ էլ ավելացավ։ Դու սիրում ես այդ քո աշխատանքը, հաճույքով ես անում, թե Սարսափելի հաճույք եմ ստանում։ Բայց ոնց մտքով անցավ, որ ծաղիկով սկսես զբաղվել։ Դե ամեն ինչ այդքան էլ տենց չի, ավելի երևի ճանապարհը սենց քեզ բերում է դեպի դրան։ Ընդհանուր ես ինքս Արգենտինայում ունեցել եմ իմ մանկական հագուստի բրենդը, որը որ ստեղծվել է 0-ից, որը որ ունեցել է մեծ ճանաչում, եղել եմ միակ մարդը, ով որ 2 տարի Բոֆայում, այսինքն Buenos Aires Fashion Week-ում ներկայացրել է մանկական հագուստի բրենդ, որը որ ես շատ հպարտ եմ եղել եմ գրեթե Արգենտինայի ամենահայտնի հաղորդումներում, հագցրել եւ ֆուտբոլիստների եւ հայտնիների երեխաներին, երբ որ արդեն բրենդ ունեցավ ամենաիրապիկին էր ճանաչումը, որ ասում է վերևին, որ ասում է դու լրիվ քեզ բավարարված ես զգում ամեն ինչով։ Մեր առաջ կանգնեց ինչ-որ մի խնդիր, որը որ տեղափոխության հետ էր կապված եւ այնտեղ դա շարունակել արդեն չէր լինի, որովհետեւ բրենդը ճանաչում էին ինձանով, այսինքն իմ հաճախորդը ինձ էր փնտրում։ Չի կարողանա այնտեղ թողնել, որ դա շարունակվի։ Այո, երբ որ ես տեղափոխվեցի այստեղ, բոլորն ասում էին, ոնց արդեն կայացած, ինքը իր անունն ունի, ճանաչումն ունի, ամեն ինչն ունի, ինչու՞ չես նույն բանը շարունակում։ Գիտեք, այնքան հետաքրքիր է։ Ես նույն այստեղ չէի կարող շարունակել։ Կարող էի շարունակել, բայց sense մի բան ասեմ։ Ես ինքս մի մարդ եմ, ես զուկ եմ, շատ ինտուիտիվ մարդ եմ։ Ես փորձում եմ միշտ ինքս ինձ եւ իմ ներքին ձայնը, իմ ներքին աշխարհի հետ շատ մեծ կապի մեջ եմ։ Ես փորձում եմ անել այն, ինչ ուզում եմ այդ տվյալ պահին կամ ոնց որ զգում եմ։ Այդ պահին ես զգացի, որ ուզում եմ ծաղիկներ եւ ծաղիկները ոչ միայն ծաղիկներ, հասկացողությունը, եթե ուշադիր նկատեք այս աշխատանքի մեջ կա նաեւ կտորի հետ համադրություն։ Այսինքն այն ինչ որ ես այն ճանապարհը անցել եմ կտորների հետ աշխատելը, ինչ շատ օգնում է գույնային հետաքրքիր երանգները միացնել իրար, կտորների հետ աշխատել, այսինքն եւ նկարչությունը, ես էլ ինքս նկարում եմ նաեւ, այդ ամեն ինչը ինձ օգնում է, որ ստեղծագործեմ այս աշխարհում եւ փորձեցի արդեն հասկացա, որ սա եմ ուզում անեմ։ Այսօր որտեղ ինձ նորությունը դուր է գալիս։ Ոչ ծաղիկների դիզայնի կրթություն ունես, ոչ էլ ասենք բանի, ոչ էլ շորերի մանկական հագուստի եւ այլն։ Բայց ոնց եղավ, որ երկու տեղում էլ դու հաջողություն ունեցար։ Ես կարծում եմ, գիտեք ինչից է, երբ որ դու ինչ որ մի բան շատ սիրով ես անում, որը որ այստեղից է դուրս գալիս, դնում ես դրա մեջ հոգի, էներգիա, ամեն ինչ, դա անհնարին է, որ չստացվի։ Որովհետև սեր եմ դնում ամեն ինչի մեջ ու երբևիցե իմ գլխավոր ակցենտը չի եղել ինչ որ հենց իմ գումար աշխատելը միգուցե։ Դրա համար ես կարողանում եմ կենտրոնանալ ստեղծագործելու մեջ, որը որ ինձ տվեց հաջողություն համենայն դեպս եւ այն ոլորտով եւ այս պատկերացեք որ խանութը նոր է եւ զարմանալիորեն արձագանքները չափից ավել դրական են եղել բացված օրվանից ես խանութը դեռ բացած չեմ եղել պատվերներ են ունեցել որ ծիծաղում էին ասում են դուռը բաց չի պատվերները ոնց ստացվեցին ստացվում է այդպես լավ հետաքրքիր է, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է դա ու իսկ հրավիրում են, ասենք, հարսանիքների այլ միջոցառումների ձևավորման բանեցի, որ ամեն շատ գեղեցիկ անում են, հա, կա հրավերներ ունես այստեղ։ Ունեմ, ունեցել եմ եւ ունեմ։ Ինչքան ժամանակ է բացվել եք։ Խանութը դեռ մի ամիս չկա, անգամ մի ամս է կանչի։ Արդեն ճանաչում ու արդեն հրավերներ։ Այո, բայց անգամ մինչև խանութը բացվել է, ես արդեն ունեցել եմ բավականին շատ առիթներ։ Իսկ դու մենակ ես աշխատում, թե ունես քո մոտ, ասենք դիզայներներ, ձևավորողներ։ Ունեմ թիմ, բայց հիմնական աշխատանքը ես եմ կատարում։
որովհետև մի փոքր վստահող չեմ, սենց իմ տեսակն է այդպեսին, փորձում եմ ամեն ինչը ես անել, հետո արդեն երբ որ ամեն ինչը սենց այն գիտեմ, որը ինչի հետ համադրած է, կարող են արդեն շարունակել աշխատանքը։ Շատ հետաքրքիր է, ապրես։ Լավ, Արգենտինա հենց եկաք, մի անգամից զբաղվեցիր այդ գործով, թե որոնումների մեջ էիր։ Արգենտինայից երբ որ մենք եկանք, հենց առաջի տարին ուզեցել եմ, որ խանութը հենց այդ ժամանակ ես հասկացել եմ ինչ եմ ուզում անել, պետք է շատ ավելի շուտ բացվեր խանութը, մի 4 տարի առաջ, բայց կա մի հատ sense լավ ասացված, ամեն ինչ լինում է այն ժամանակ, երբ որ դա պետք է լինի, տեղի ունենա, ինչ պատճառներով այն ժամանակ որ չէր ստացվում, ոնց որ ես ասում եմ, բա ինչի բա հիմա չի լինում, հետո հասկացա, ես մեծ կորուստ ունեցա իմ կյանքում, որին պետք է ժամանակ տրամադրեի, անցյալ տարի շատ պատահականորեն մայրիկիս կորցրեցի եւ հասկացա, որ կան դռներ, որոնք որ փակվում են մյուս դուռը բացելու համար։ Նենց որ երբ որ դու ուզում ես ինչ-որ մի բան արագացնել քո կյանքում եւ դա չի ստացվում, միևնույնն է լինելու է այն ժամանակ, երբ որ դա պետք է կատարվի, կարծում եմ հիմա էլ դրա ժամանակը, հիմա էլ սա շատ ինձ օգնում է, որպեսզի ես կարողանամ այդ ամեն ինչի մեջից ճիշտ դուրս գալ։ Ես չեմ սիրում կպնել ինչ-որ մի ցավի, հա, եւ մնալ այնտեղ, ոյ, սենց խեղճանալ, դա իմը չի։ Միշտ էլ ինչքան մենք այն սերունդն ենք, որը որ տեսել է ամեն ինչ, լույս չունենալ, չգիտեմ, ամեն ինչ։ Ես հիշում եմ մենք գրիչով որ գրում ենք, այն ձեռնոցով, հետո որ պատմում եմ երեխաներից, չեն հավատում, որ կարելի էր ձեռնոցը հակին գրիչը սղում էր։ Հենց գրում ենք, որ մատերներից չսառի կամ մոմի լույսի տակ գիրքը վերջած մենք տանում ենք, այդ ամեն ինչը տեսնելով, բայց մարդիկ կան, ովքեր որ կպնում են դրան, ասում են, «Ոյ, ես դժվար ժամանակներ ենք անցել, չգիտենք»։ Իմ համար դժվարությունը դա մի հետաքրքիր ճանապարհ է, որը որ քեզ համար բացում է այնպիսին դռներ, որոնք որ չունեն մնացած մարդիկ, ովքեր որ չեն անցել այդ ճանապարհով։ Այո, ճիշտ է։ Մեծ ձգտումներ եւ ուժեղ գնահատելու արվեստ։ Ես գնահատում եմ։ Երկար ժամանակա ինչ Հայաստանից դուրս ես եկել։ Այս ընթացքում եղել ես նորից Հայաստան, թե՞ Շատ։ Անցյալ տարի երևի 4 անգամ եմ եղել։ Այ լավ, որ կապը կա, որ շատ։ Այնտեղ քեզ ինչ որ դու այնտեղ սնվում ես քո այդ մասնակցությամբ, լծված ես գալիս, թե ոչ, որտեվ Հայաստանը դա ոնց որ հումք է։ Այո։ Յուրաքանչյուր մասնակցության համար արվեստի լինի, ստեղծագործական, չգիտեմ, այդ ցերկծով լինի, չնայած սա էլ արվեստ է, բարձա։ Այո, այ շփում ես, տեսնում ես, որտեվ դու հիմա գիտես Հայաստանում ինչ է կատարվում, ոնց են ամեն ինչը շատ ճոխ ու շատ հետաքրքիր, շատ օրիգինալ։ Դե դրա հետ կապված տեսեք անպատրաստ էր, բայց բան պատմեմ, մի հատ իրական դեպք պատմեմ։ Հենց Հայաստանում էի մոտավորապես երբ էր, սեպտեմբեր ամիսն էր, հետ գալուս, արդեն մնացել էր 3 օր հետ գալուս, ընկերուհի զանգում է, որը որ Coffee Story-ի տերը, շատ լավ աղջիկ է, ճանաչում եմ վաղուց, ասում է, ինձ օգնություն է պետք։ Պիտի ինքն էլ նոր էին վերանորոգել, նոր էին բացվում։ Ինձ պետքա որ սենց մի հատ սիրուն բան անենք ստեղ դիմացը որ սենց սիրուն երևա աշնանային դեկորացիա մի անգամից աչքի ընկնի ասեցի բայց ոչինչ որ 2 օրից թռնում եմ ընդհանրապես 2 օր ունեմ սենց հայց վայ լրիվ մոռացել եմ դե լավ չի ստացվի ոչ չի ստացվի ինձ մենակ ասեն չի լինի ես այդ բառը չեմ սիրում ընդհանրապես իմ կյանքում որովհետև չկա նենց մի բան որ չի կարելի անել չկա ինձ այդ բառը որ ասում են ես ավելի եմ ոգևորվում դե ապացուցեմ որ հակառակը կա եւ մի օր ժամանակ ընդամենը պետք եղավ որ դե Հայաստանում ճիշտ ասած ես շատ որ չեմ աշխատում այնտեղ մատերիալները գտնել գոյություն ունի այդ ամեն ինչը հա դու պետք է պատկերացում ունենաս ինչ ես կառուցելու եւ այդ ամեն ինչը պետք է կարողանաս նաեւ գտնել մեկ օր ժամանակ պետք եղավ որ այդ ամեն ինչը կարողանայի գտնել եւ ընդամենը մեկ օր էլ մինչեւ ինքնաթիռս գնալը այդ ամեն ինչը կառուցել պատրաստել բոլորի խառնուրդ իսկ ես ընթացքում Էդիտա ջան Մոսկվայում եղել ես Այո, Մոսկվայում եմ եղել։ Ենել քո քաղաքն է, չէ՞, Երևանն էլ քո քաղաքը, Մոսկվան էլ հիմա, Արգենտինան էլ հիմա էլ Լոս Անջելեսը։ Արգենտինան էլ կիսված են բոլոր տեղերում։ Իմ կյանքի մեծ մասը անցել են թռիչքների մեջ, դե Բուենոս Այրեսը թվում է թե կարծում են ստեղի հետ մոտ է, այսինքն սենց եթե քարտեզով են նայում, գիտեն թե վայ մի քանի ժամ է, բայց մի քանի ժամ չի։ Մենք միշտ ինչ թռիչքներ որ ունենում ենք, մոտավորապես 20 քանի ժամ է տևում։ Այնտեղից ուր էլ որ գնամ, շատ երկար է։ Փոքրիկ երեխեքից հիշում եմ սենց հետս Նորից խփած բոլոր տեղերով 3 ինքնաթիռ փոխելով տեղափոխվել դժվար է։ Եղավ։ Դե երկրորդ մասն էլ ավարտվեց։ Okay։ Հա, տեսնում ես ինչ արագ։ Արի անցնենք գովազդի ծեր թույլտվությամբ, հա։ Իհարկե։ Հետո նորից կշարունակենք։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր հաղորդման երկրորդ մասը նաև։
այժմ ասենք գովազդի, որից հետո կշարունակեմ զրույցս Էդիտա Խաչատրյանի հետ։ Գովազդը RTN-ի եթերում։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը, երրորդ եթերաշրջան, նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան, նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոցը, նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Էդիտա Խաչատրյանի հետ։ Էդիտա ջան, այսքան խոսում ենք քո աշխատանքների, քո հանճարեղ ստեղծագործությունների մասին, բայց տեղը չենք ասում, որ մարդիկ իմանան, ճանաչեն, ովքեր որ չգիտեն։ Որտեղ է գտնվում ձեր ծաղկի խանութը։ Մեր ծաղկի խանութը գտնվում է Նորթում, Նորթ Հոլիվուդում, 6450 Լանկերշիմ եւ Վիկտորի։ Հեշտ է գտնել, հեշտ է այդքան։ Շատ հեշտ է գտնել եմ։ Հենց փողոցի վրա է։ Ու բաց է ամեն օր ժամերը։ Ամեն օր, բաց է առավոտյան ժամը 8:30-ից մինչև գիշերվա 10-ը։ Մի հարց էլ տամ, հետո անցնում ենք մեր իրական պատմություններին։ Որևէ հոբբի ունես, թե չէ, չնայած այս ծաղիկ արդեն բացան, բոլորը հոբբի են։ Նաև Չամդասվա մասնագիտությունը ապտել հոբբի է, քո սիրած հոբբին է։ Կզարմանաք, բայց այո, սա հոբբի է, բայց բացի սա, այո, ունեմ նաև հոբբի, որը որ բարերն են։ Գնում եմ բարի, ռեգուլյար, այո, շաբաթը 2-ից 3 անգամ։ Ժողովրդական բարերի, թե ժա։ Ոչ։ Գնում եմ սալսա բարելու։ Ինչ։ Սալսա բարերը, որը որ զույգով, լատին իմ խմբի հետ, որը որ միգուցե ինձ նաև տեղափոխվում է մի փոքրիկ այն կապն է իմ համար ստեղծում, որը որ ես ստացել եմ Արգենտինայից, որը որ այստեղ շատ եմ կարոտում, որովհետև լատին ժողովուրդը ինքը շատ տաք, շատ sense երանդով, շատ բան ժողովուրդ է, որը որ պահում եմ այդ ամենը։ Շատ հետաքրքիր ու լի մարդ ես դու։ Շատ լավ կյանքով լի, աշխատանքով լի, ստեղծագործելով լի, փնտրում ես ամենուր միշտ լավը, գեղեցիկը ավելին, ու ավելին եւ այլն։ Արի մենք պատմենք իրական պատմությունները, ոնց որ պայմանավորվել էինք։ Okay։ Լավ, մի իրական պատմություն պատմեմ, որը որ միգուցե նաև կապ ունի այս ամեն ինչի հետ։ Ուրեմն իմ փոքր հասակում ես չեմ հիշում, որ իմ վրա ջղայնացած լինեն։ Երբևիցե իմ ծնողները իմ վրա չեն ջղայնացել, որովհետև իմ համար դաստիարակությունից էր միգուցե գալիս, որ եթե հանկարծ նկատողություն անեի, ես կարող անգամ նկատողությունից լաց լինեի, որովհետեւ դա հանկարծ տեղի չունենար, ես երբեք ինձ թույլ չէի տալիս նենց ինչ որ մի բան անել, որի համար որ կարելի էր ջղայնանալ։ Մի անգամ ա եղել, որ պիտի հասներ նրան, որ ջղայնանամ, բայց չկարողացան, որովհետեւ ուրեմն ես մի հատ տիկնիկ էի նվեր ստացել, ու այդ տիկնիկս գալիս էր իր այդ մի հատ շորով, դե հոգնել էի արդեն, որ այդ մի շորն ուներ։ Ես էլ սկսեցի փաստորեն չէի հասկացել, որ այդ ժամանակ արդեն տաղանդը մարդու մեջ նստած ա լինում։ Փորձեցի կոլեկցիա հավաքել տիկնիկիս համար, հասկացա, որ կոլեկցիան հավաքում եմ, բա գարդիրոբ չունի, որտեղ որ շորերը կախեմ, հասկացա, որ սենյակ չունի, հասկացա, որ այս խեղճ տիկնիկը տուն չունի, փորձեցի այդ ամեն ինչը կառուցել, այսօրվա պես հիշում եմ այդ ամեն ինչը սարքելու այդ этаպը, որ ինչն էր հետաքրքիր, վերջը որ այդ ամեն ինչը ստացվեց, անգամ ուրեմն փուչիկը որ փչում ենք, այս փուչիկի վերևի մասը սենց բան ունի, չէ՞, սենց կլոր, սենց այդ օղակաձև, որ տիկնիկին հագցնում է, այս մասի վրա սենց սիրուն մնում էր ինքը, թե սենց ձիգ էր, չէ՞, սենց մինի յուպիչկեկ է անում։ Այդ ինչ սիրուն կոլեկցիայի հավաքելի ես այդ փուչիկներից մենակ, հետո հասկացա, որ դա արդեն վերջ դրեցինք մի կողմ, այս կոլեկցիան կա, հիմա անցնենք կտորին։ Ու դե փոքր եմ եղել, մի 6-7 տարեկան ընդամենը։ Ու ման եմ գալիս, ինչ որ կտոր եմ ման գալիս, բացում եմ մամայիս հագուստի պահարանի մեջից, գտնում եմ մի հատ սպիտակ, որտեղ ինձ դա էր պետք, ուզում եմ որ իմ տիկնիկ ունենար հարսի շոր։ Ինքը հարսի շոր չուներ։ Ու մենք բոլորն ունենք, մնացել էր հարսի շորը։ Ու գտնում եմ մամայիս վերնաշապիկը, բայց ես խոմ պատմությունը չգիտեմ, երեխա եմ եղել, 7 տարեկան չեմ հասկացել, որ մայրս խնդրելա չգիտեմ ում, իրան Իտալիայից բերել են մի հատ շատ թանկանոց, սենց ատլասի կտորից, մաքուր շողկից ու
դա ինքը սպասում էր, որ մի հատ ինչ-որ հատուկ առիթի պիտի հագնի, իսկ դա ես վերցրել եմ եւ դրանից սարքել էի շատ գեղեցիկ հարսի շոր իմ տիկնիկի համար, ու մամաս մանա գալիս չի գտնում, անընդհատ ասում է, «Էսի չկա, դե ես էլ չեմ լսել, որ ասեմ դա է»։ Եվ օրերից մի օր մաման որ բաց է անում այդ տվյալ սենց պատուհանի գոքը հիշում եք, սենց ներս ընկած, դա սարքել էի, ես անգամ հիշում եմ, որ այդտեղ կար վարակույրներ, ամեն ինչ ուներ իմ տիկնիկս, տուն էր դա, խալիով, ամեն ինչով, եւ մաման երբ որ բացում ա ու տեսնում ա այդ հարսի շորը հագած տիկնիկը կանգնած, հասկանում ա, որ դա ինչ է, որ սենց այն շունչը պահած, որ պիտի չխայնանա, ասում ա, այնքան սիրուն էր այդ շորը, այնքան գեղեցիկ էր, միշտ իրա բարևը ասում, «Էլ չկարիցա բան ասեմ», հասկացա, որ ճիշտ տեղին օգտագործվել է, փաստորեն դուրս է գալիս, որ տաղանդը այդ ժամանակվանից է եղել, տեսեք, ինչքան էլ ես ընդունվեցի իրավաբանական, մեկը պտտվեցի, եկա հասա այնտեղ, որտեղ որ պիտի դիտեմ։ Ստեղծված, ամեն մարդ մի բանի համար ծնվում է, դու քեզ կթար։ Այո։ Անեկդոտ կարող է պատմես։ Ամենադժվար բանը։ Մեր տանը որ անեկդոտ պատմողի իմ ամուսինն է, ու իր մոտ շատ լավ է ստացվում։ Հենց ես միշտ լսողի դերում եմ, բայց կփորձեմ դրանցից մեկը պատմել։ Այն անգամ ասեցի, որ բայց ծաղիկի խանութի հետ կապված անեկդոտ գոյություն չունի, սենց հարեց։ Գո, ինչի չկա, հեսա կպատմեմ, ու հիմա իր պատմածը կպատմեմ, որ ասում եմ մի հատ մարդ գալիս է մտնում ծաղիկի խանութ, ասում է, բարև ձեզ, ինձ 2 կիլո նարինջ կտաք, ասում է, որտեղից քեզ 2 կիլո նարինջ տամ, եթե ծաղիկ ենք վաճառում, մարդը ելնում գնում է, նորից հաջորդ օրը գալիս է, նորից ասում է, ինձ 2 կիլո նարինջ կտաք, ես մորդ ջղանամ ծաղիկ եմ ծախում, որտեղից նարինջ տամ, նորից է գնում, դες մի քանի անգամ զզվացում ես, մարդը ջղայնանում է, գնում 2 կիլո նարինջ առնում է, բերում է դնում է խանութում, ասում է, «Սա որ գա, ատամ ձեռը, որ էլ բավշե չգա ստեղ»։ Մեկ դեռ այդ մարդը սենց խանութի դիմացով անցնում է, դες մոտ չմտավ ներս, բազերով հետևից գնում, ասում է, «Արի»։ Մեկ է գալիս է սենց ինչ ա եղել, ասում է, «Բախե չես գալի նարինջ առես», ասում է, «Պետք չի, գնացեն կոշիկի խանութից առել է»։ Ամոզել է։ Ունես էլի մի կարճ, ասենք, կամ անեկդոտ, կամ իրական պատմություն, կարճ, որտեղ ժամանակը սպառնում է։ Կարծում եմ իրական պատմություն, հա, կարճ կարամ պատմեմ, մի անգամ ես որոշել էի տատիկիս, պապիկիս հետ որ ասում եմ հումոր անեի, բայց ուղղակի հումոր էի ուզում անեի, չէի պատկերացնում, որ դա ինչի կվերածվեր։ Այս պապիկս երաժշտական դպրոցի սալոնի տնօրեն է եղել, դե սիրված, հարգված մարդ, իր ուսուցիչները բոլորը սիրում էին իրան, գալիս են տեսակցության, պապիկս հիվանդ էր ու ոնց որ անկողնում էր, չէր կարողանում շարժվել, տատիկս էլ աշխատանքի էր, որ գալիս էր տատիկս միշտ հարցնում էր ով է այսօր եկել, ես մնում էի պապիկիս մոտ, ասեցի, վայ գիտես, ասեցի, Օլյան էր եկել, բան իր աշխատող սենց հարեց, հա, Օլյան էր եկել, սենց տատիկիս դեմքը փոխվեց, ես էլ այդ օրը գնացել էի պապիկիս թշին շրթներ քեի քսել ու համբուրել էի, ասեցի դենց անեմ, տատիկս խանդի, չգիտեմ ինչի, բայց չի պատկերացնում, որ մեծ տարիքում այդքան սիրում են իրար ու դենց խանդ առաջանում։ Այս տատիկս եկավ ասեց, «Էդիկ ջան, բայց այսօր քեզ հյուր եկել է, տեսակցության եկել են», ասես չէ, բայց իրոք մարդ չէր եկել, այս տատիկս տեսնեմ սենց բարկացավ, սենց չգիտեմ ինչ եղավ, ես էլ հիմա չգիտեմ ինչ անեմ, որ ասում ստացվել է արդեն, այդտեղից հասկացա, որ տարիքը կապ չունի, եթե իրական սեր է մարդկանց մեջ եւ ջահել տարիքում եւ մեծ տարիքում դա գործում է։ Եղավ Էդիտա ջան, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, քիչ առաջ ես խոսեցի այդ Քենեթ Վիլիջի խանութ սրահի մասին, ինձ համար իրանք շատ հարազատ ու թանկ խանութ են, որտեղ միշտ իմ կողքին են եղել, երբ ես ասեցի, որ մի շատ ձեր մասնագիտության տեր, մի շատ հաճելի կինագալուի մոտ, իրանք շատ ուրախացան, ասեց, որ մեր շարքերը մի հոգով էլ ավելացավ, ու ասեց, ես հիմա ինչ ծաղիկ իր համար սարքեմ, որ ուղարկեմ, ծաղիկը տանի խանութ, ծաղիկի խանութում ինչ անի, եւ քանի որ ասեց իրանք նաև նկարներով եւ նաև շոկոլադներով, կացվելով են զբաղվում, իրաց կողմից, ահա այս գեղեցիկ իրանց զարդարած, այս հաճելի շատ գեղեցիկ շոկոլադները ես տվեցի, որպեսզի հանձնեմ քեզ։ Սիրով հանձնում եմ ու շնորհակալություն հայտնում, որ եկար, շատ մերսի։ Շատ շնորհակալություն, շատ գեղեցիկ է։ Մերսի, միշտ որ հանդիպում սպասում եմ քո նորանոր նվաճումների։ Շնորհակալություն անչափ։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Սիրելի բարեկամներ, ավարտեց ևս մեկ հաղորդում, իմ հյուրներ դիզայներ Էդիտա Խաչատրյանը, իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Կյանքի ամենավատ օրը այն օրն է, երբ մենք չենք ծիծաղում։
ուրախ ապրեք, բարեկամներ, շատ ծիծաղեք, այդ ես չեմ ասում, համել միանում եմ իր ասացին, սա ասել է Չարլի Չապլինը։ Միշտ օր հանդիպում բարեկամներ, բարի գիշեր ձեզ։ Պապ, այս մաման ուր է։ Մամատ, Էզիտա ջան, եմ բարեգործական այդ գրասենյակից էին եկել, օգնություն էին խնդրում։ Բա ինչ արեցիր։ Բա ես էլ օգնեցի։ Ոնց։ Մամայի տվեցի տարան։